Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այսով կերին արասրավ, եկել են մապտապտարներ, այս Ղարաբաղի պսևդոելիտաները, ռակները տաշե կար անթարապես, ով եք դու կրա, Արտուր Օսպետյանը գլուխը պատին ես տվել ատոր, գնալ զոհվել մեր երեխեքի տեղը, Արտուր Օսպետյանն եմ, Փալանչի աննասունն է։ Դուք Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել, Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել, եկել են Ղարաբաղի հարց, Ղարաբաղի հարցը որ կար գնայք զոհվեիք, դուք ես կենթանի ընդհանրապես, դուք ես կենթանի, դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին ես խոսում, այդ տական, ինչի ես կենթանի, ինչի ես կենթանի, ու բանը, Շահրամանյանը ինչի է կենթանի, են մյուսները, ձեր ազգային ժողովի պատգամավոր կոչվածներ ինչի եք կենթանի, ինչի եք զոհվել, որ հիմա ասում եք 5000 զոհ, ինչի եք զոհվել, ով արա, ով ա ձեզ պահել ընդհանրապես, այս տահակներ, այս Ղարաբաղի պսևդոելիտային, մեկը չասի, որ Հայաստանում Ղարաբաղի ազգային ժողով կա, Հայաստանում Ղարաբաղի կառավարություն կա, Արմատ ախիլ եմ արելով բոլորիդ, գնայիք գեսոր պայքարելու ժամանակ էր, այդ փախացներ, այդ կոնկրետ ես մեկը, փախացներից մեկն է, չհամարցակվեք գաք ստեղ մատ թապտակ ընդհանրապես։ Ասում եմ, Ղարաբաղի պսևդոելիտային, Ռոբի, Սերժի, Կալուգացու, Գագոյի գլխավորությամբ, ասում եմ ձեզ Հայաստանից արմատախիլ եմ անելու, ստահակներ, դուք ինչի եք կենթանի, դուք պետք է բացատրություն տաք ինչի եք կենթանի, որ մի հատ էլ ասում եք 5000 զոհ, ինչի զոհ եք 5000 եղել, ինչից եք դուք եք զոհերի մեջ, ստահակներ, ինչի դուք եք զոհերի մեջ չեք, Օսիպյան ասում է դու պետք է ինձ եմ, դու ով ես արա, դու ով ես, որ ես քեզ պետք է իմանամ։ Մի բարգացեք, պարոն վարչապետ, մի բարգացեք։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք, ընտրությունները 2026-ին քվեարկում ենք, ընտրությունները 2026-ին քվեարկում ենք, այս Ղարաբաղի պսևդոելիտային պետք է արմատախիլ անենք Հայաստանից, Ռոբերտի, Սերժի, Կալուգացու գլխավորությամբ։ Հիմա էլ եկել այստեղ, ուզում են Հայաստանը նորից ներքաշեն, նոր կոնֆլիկտների մեջ, ցույց չենք տալու։ Իրանք Ղարաբաղի ժողովրդին էլ են պատանդի կարգավիճակում պահել։ Թալանել են, միատել եկել են, աչոտ են ուզում մեզանից, փողը խիեք տվել, բայց չտայիք, ասել եք բանա, Հայաստանը փողերը կտրում է, ինչ է խնայել Հայաստանը ձեզ համար, ինչ է խնայել Հայաստանը ձեզ համար, ոչ կյանք է խնայել, ոչ փող է խնայել, ոչ տնտեսություն է խնայել, իսկ դուք, ես խոսում եմ Ղարաբաղի ժողովուրդ ջան, հանկարծ ձեր վրա չվերցնեք, որովհետև դուք նույնպիսի զոհ եք, դուք ընդամենը գործակալներ եք եղել Հայաստանի անկախությունը թույլ չտալու համար, դուք գործակալներ եք եղել գիտակցված թե չգիտակցված, չգաք ստեղ խաղացնեք, ասում եմ, դուք դեպի պետք է բացատրություն տաք, դուք ինչի եք կենթանի, որ մի հատ էլ եկել եք 5000 զոհից եք խոսում, ինչի եք կենթանի, այդ բացատրությունը միջև չտաք, մեկը Հայաստանում, ձենները ծպտումները դուրս չգա, արմատախիլ ենք անելու ձեզ, արմատախիլ ենք անելու։ Եկել են Ղարաբաղ են լացում, բայց ճղած գալիս է կարա, դու ինչ գործ ունես ստեղ, Երևանում ինչ գործ ունես, դուք չէիք ասում, որ ես սահմանը փակել եմ, որ դուք չկաք, դուք չէիք, պատերազմը սկսել է 50 կիլոմետրանոց ավտոշարասյուն ա եղել, 50 կիլոմետրանոց ավտոշարասյուն, եկել եք 5000 զոհ եք ասում, դուք ինչի եք կենթանի, որ մի հատ էլ եկել եք 50000 զոհ ասում, դուք ինչի եք զոհերի մեջ չեք արա,
Դուք չէիք պայքարում բա։ Այս շենքերի երեխեքը պետք է գային ձեր անկախության համար պայքարեին։ Ծպտունները դուրս չգա։ Ես լուրջ եմ ասում ամեն չափու սահման ունի։ Ծպտունները Ղարաբաղի պաշտոնյա նախկին։ Ուրեմն չգիտեմ ինչ որ պսևդոէլիտայի ներկայացուցիչ է։ Մեկի ծպտունը դուրս չկա։ Մեկի ծպտունը դուրս չկա ամեն ինչ չափկա սահման կա։ Մեկի վերընկեք տեղներդ, վերընկեք տեղներդ, ներվերներիս հետ մի խաղացեք, վերընկեք տեղներդ, վերընկեք տեղներդ։ Մի հատ էլ մասկեքով, այդ մասկեքով ելույթը, ես, Ռոբ Սերժ, եւ նույն խոսույթը կին կլնի, տղամարդ կլնի, ով եկավ նույն խոսույթով կանգնեց հանդես եկավ, վզից բռնելու եմ շպրտեմ, մեկի կին կլնի, ասում եմ տղամարդ կլնի, մի հատ էլ կին, չգիտեմ ինչ, նույն խոսույթով, այդ մասկեքով է խոսույթով ով եկավ հանդես եկավ, պրոբլեմա ունենալու, մեկը չասի, որ ինքը Ղարաբաղի պատգամավոր է, Ղարաբաղում պատգամավոր ելնեիք, ադրբեջանցիներին խնդրում աղաչում միջնորդում եք, որ ձեզ բաց թողեն գան Հայաստան, դրա մասին խիչ եք խոսում, հենա ադրբեջանցիները ասեն են Շահրամանյան Սամվելից սկսած, թող պատմեն ոնց ա եղել, որ իրանք եկել են, ոնց ա եղել, որ եկել են, բա ինչի իրանք չեն բռնել, բա ինչի տենց սկզբունքային պայքարող Ղարաբաղի ինքնորոշման համար, ոնց են եկել հասել Հայաստան, վերընկեք տեղներդ, որևէ մեկը Հայաստանի քաղաքական կյանքին միջև չմտնեք, ձեր սերունդը ընդհանրապես, ձեր երեխեքը նոր Հայաստանի քաղաքացի կլինեն, լիարժեք կապրեն Հայաստանում, իրանք ամեն ինչին քաղաքական դուք մի կողմ քաշվեք։ Եվ այս ընտրություններում Ռոբերտ Սերժ Կալուգացի այդ բանն էլ պրոբելորուսն էլ, որի այդ նույն քոչարանասերժական կլանի անդամը, արդեն ստեղներս եք հասցրել, էլ տեղ չունեք դուք, դուք ապրում եք ձեր քաղաքական կյանքի վերջին ամիսը, դուք ապրում եք ձեր քաղաքական ողորմելի կյանքի վերջին ամիսը, և ես ձեզ ասում եմ, բերելու եմ պատասխանատվության, դուք բերվելու եք պատասխանատվության։ Ուրեմն ես ասում եմ, այդ լակոտները, որ գալից մեզ բրդում են, թող բացատրեն ինչի են իրանք կենթանի և ինչի են մեր տղեկը զոհված, թող բացատրեն, էական չի, իրանք իրավունք չունեն գանստեղ խոսալու, իրանք պետք է գնան վերընկնեն տեղները և հանգիստ նստեն, թող իրանք այդ Արտուրոսի պանանջ, թող բացատրեն ինքը ինչի է կենթանի, ինքը ինչի է զոհված, ինքը ինչի չի զոհված, ինքը ինչի է հիմա եկել են մեզ ասում են 5000 զոհ, ինքը ինչի է կենթանի, պետք է բացատրի, թիկունքում բաներ անում, պայոկեր ուտում թիկունքում, մի հատ էլ եկել է բանը, յակը միսկի խումբ, Ղարաբաղի հարցը, չկա Ղարաբաղի հարց, ով որ ուզենա Ղարաբաղի հարց բացի, ինձ հետ գործ ունենալու Հայաստանի ժողովրդի հետ գործ անել, Ղարաբաղի հարցը փակված է։